Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել Հրաչյա Աջարյանի 150-ամյակին նվիրված հուշադրամ։ Դիմերեսին հայերենի արմատական բառարանի շապիկը, իսկ դարձերեսին նրա դիմանկարն ու ստորագրությունը։ Հաճախ Աջարյանի մասին մտածում ենք միայն որպես հաստափոր բառարանների հեղինակ։ Սակայն մի դրվագ կա, որն ամեն ինչ փոխում է։ Այն մարդը, որը համեմատել է հայերենի քերականությունը աշխարհի 562 լեզուների հետ, որը խոսել է 18 լեզվով, հեղինակել շուրջ 200 գիտական աշխատություն, իր կյանքի մի փուլում ստիպված է եղել Մաշտոցի Պողոտայի 3-րդ հարկի իր բնակարանում կով պահել։ 1937-ին նրան ձերբակալում են, մոտ 800 օր բանտում, խոշտանգումների ու հալածանքների ներքո։ Երբ 1939-ի դեկտեմբերին ազատվում է, նա հյուծված է։ Բժիշկները հատուկ սնունդ են նշանակում, եւ ընտանիքը որոշ ժամանակ բնակարանում կով է պահում, որ Աջարյանը կարողանա վերականգնվել։ Բայց Աջարյանը միայն գիտնական չէր, նա ծայրահեղ մաքրասեր էր։ Հացը փռից վերցնում էր սեփական կերպասով, ուրիշի ձեռքով բռնածը չէր ուտում, ուներ իր առանձին օճառը։ Երբ հոգնում էր գրելուց, մի քանի րոպե պառկում էր սեղանի մոտ դրված ներքնեկի վրա ու նորից շարունակում աշխատել։ Իսկ երբ փողոցում լսում էր անծանոթ բառ, նույնիսկ կռվող յուղացիներին էր մոտենում ու խնդրում. «Խնդրեմ այդ բառը մեկ անգամ էլ կրկնեք»։ Այս մարդուն ենք այսօր դնում արծաթի վրա։ Բայց իրականը ոչ թե մետաղն է, այլ լեզուն, որը նա դասակարգեց ու ապացուցեց, որ հայերենը փակ համակարգ չէ, այլ համաշխարհային գիտության լիարժեք մասնակից։ Հուշադրամն ընդամենը 300 հատ է, սակայն Աջարյանի թողած ժառանգությունը հազարավոր բառեր, եւ դրանցից յուրաքանչյուրը մեր ինքնության մի կտորն է։